Մեր Աստծո սուրբ խաղաղությունը բոլորիս, Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր որ հետևում են իմ այս YouTube-յան էջին, հատուկ աղոթքս օրհնություններս ձեզ բոլորիդ և աղոթում եմ, որ օրըստօրե շատանան հետևորդները, որովհետև երկար ճանապարհ եմ անցել Աստծո հետ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ և շատ ու շատ ասելիքներ ունեմ հազարավոր մարդկանց, շատ վկայություններ ունեմ, որոնք օգտակար կլինեն ձեզ, էլ ավելի մտերմանալ Արարիչ Աստծո հետ, մեր ստեղծողի հետ և մեր Փրկիչ Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ուզում եմ մի փոքր հատված ընթերցել Աստծո խոսքից, առհասարակ ասեմ ձեզ, Աստվածաշունչը այն գիրքն է, որ օրվա որ ժամին էլ վերցնես քո ձեռքը կամ ես վերցնեմ իմ ձեռքը, երբ էլ որ օրվա մեջ վերցնում եմ Աստվածաշունչը ու բացում եմ, միշտ մի օգտակար, բժշկող, սովորեցնող, ճշմարտության ճանապարհի մեջ կանգնեցնող խոսք եմ հանդիպում։ Հիմա փորձեմ ձեր համար կարդալ Եսայի մարգարեությունից։ Եսայի մարգարեություն 31 գլուխն եմ կարդում։ Աստված Երուսաղեմը պիտի պաշտպանե։ Վայ անոնց, որ օգնության համար Եգիպտոս կիջնեն ու ձիերու վրա կվստահին և կառքերու կապավինին, որովհետև շատ են, ու ձիավորներու, որովհետև խիստ զորավոր են, սակայն Իսրայելի Սուրբին չեն նայիր, ու Տերը չեն փնտրեր, բայց անիմաստուն է ու աղետ կբերե, և իր խոսքերը ետ չի դարձներ, բայց չարերուն տանը դեմ և անօրենություն գործողներուն օգնությանը դեմ պիտի ելլե։ Արդ Եգիպտացիները մարդ են, ոչ թե Աստված, ու անոնց ձիերը մարմին են, ոչ թե հոգի, ու երբ Տերը իր ձեռքը երկնցնե, թե օգնություն ընողը պիտի սահի և թե օգնություն գտնողը պիտի ընկնի, ու ամենքը մեկտեղ պիտի կորսվին։ Քանզի Տերը ինձի այսպես ըսավ. ինչպես առյուծը կամ կորյունը իր որսին համար կմռնչե, ու երբ հովիվներուն գունդը անոր դեմ հավաքվի, անոնց ձայնեն չի վախնար ու անոնց աղաղակեն չի վհատիր, այնպես ալ զորքերու Տերը Սիոն լերանը համար ու անոր բլուրին համար պատերազմելու պիտի իջնե, ինչպես թռչունները իրենց ձագերը կծածկեն, այնպես զորքերու Տերը Երուսաղեմին պաշտպանություն պիտի ընե, պիտի պաշտպանե ու փրկե զանիկա, պիտի անցնի ու պիտի ազատե։ Դուք այն Աստծոյն դարձեք, որուն դեմ Իսրայելին որդիները չարաչար ապստամբեցան, քանզի այն օրը ամեն մարդ մեկդի պիտի նետե իր արծաթե կուռքերն ու ոսկիե կուռքերը, որոնք իրենց մեղավոր ձեռքերով շինեցին ձեզի։
Ասորեստանցին սուրով պիտի ընկնի, բայց ոչ թե մարդու սուրով, հապա այնպիսի սուր մը պիտի ուտեզանիկա, որ մարդու սուր չէ, ու անիկա սուրեն պիտի փախչի։ Անոր երիտասարդները հարկատու պիտի լան, իր վախին պատճառով իր բերդը պիտի անհետանա, եւ անոր իշխանները հանկարծ դրոշակը պիտի լքեն, կսե Տերը, որուն կրակը Սիոնի մեջ է ու փուրը Երուսաղեմի մեջ։ Աստված օրհնի, որ ամեն օր բացեք ձեր Աստվածաշնչերը եւ կարդաք որևէ մի հատված։ Ես օրինակ այս հատվածը կարդալով հասկացա մի բան, որ ավելի լավ է Աստծո օգնությանը դիմեմ իմ նեղությունների մեջ, քան թե մարդկանց կամ ինչ որ հենվեմ, վստահեմ իմ ոսկե կամ արծաթե ինչ որ ձուլածո կուրքերին։ Իհարկե ես ինքս չունեմ այդպիսի որևէ մի բան, վաղուց ազատագրվել եմ բոլոր տեսակի իրեղեն բաներից, ինչ որ կարող էր կուրք հանդիսանալ ինձ համար, եւ իհարկե Աստծո խոսքից սնվելով, Աստծո խոսքով կրթվելով, ես վաղուց թոթափել եմ այն ամենը, ինչը որ կարող էր կուրք հանդիսանալ։ Փառք Տիրոջը, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Աստված հավատարիմ է եւ Տերը ասում է. ինձ մոտ եկեք հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես կթոթափեմ, այսինքն ձեր վրայից կվերցնեմ ձեր բեռները։ Սա իմ սիրած համարներից մեկն է, որը որ իմ սրտում գրված է, եւ երբ որ ես նեղության մեջ եմ լինում, Աստծուն եմ գնում, քան թե մարդկանց։ Դե իհարկե պահեր կան, երբ որ ինչ-ինչ պատճառներով, գուցե մի քիչ աղոթքների մեջ թերանալուց է դա լինում, կամ ուղակի հավատքի մեջ եմ թուլացած լինում են կարճատև պահեր, երբ որ մարդկանց էլ եմ հայտնում իմ նեղությունների մասին, գուցեև ինչ որ օգնություն ակնկալելով, բայց իրականում ճիշտը նա է, որ մարդը 100%-ով վստահի, Աստծո ստեղծած մարդը 100%-ով վստահի իր արարչին, իր ստեղծողին եւ ամեն հարցում իր օգնությունը սպասի Աստծուց եւ ոչ թե մարդկանցից։ Եղեք օրհնված, շարունակաբար ձեր համար կընթերցեմ Աստվածաշնչից, հույս ունենալով, որ շատերիդ սա օգնություն կլինի, իմ կյանքը թող լինի վկայություն, ես մի սովորական մարդ եմ, ով անցել է ճանապարհ Աստծո հետ, Աստծո խոսքով կրթվել, Աստծո խոսքից սնվել եւ կյանքիս մեջ մեծ փոփոխություններ եմ ձեռք բերել եւ փափագս այն է, որ շատերը իմանան ու սկսեն փոխվել, այսինքն կորուստ գնացող ճանապարհից դարձի գան, ընդունեն մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ, ու ստանան հավիտենական երջանկությունը, հավիտենական կյանքը նրանով։ Այսքանը այս ժամի համար։ Եղեք օրհնված։ Կհանդիպենք։